Բարև, ճակերտներում այսօր պարոն Արթուր Մկրտչյանն է։ Արթուր Մկրտչյան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ծնվել է Ստեփանակերտում, եղել է Երևանի Պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի դասախոս, ամբիոնի վարիչ 2008 թվականից դեկան։ Որպես հետազոտող եղել է Ավստրիայի քաղաքագիտության ինստիտուտում, Ինսբրուկի համալսարանում, Եվրոպական էթնոլոգիայի ինստիտուտում, Բեռլինի Հումբոլտի համալսարանում և Արևելյան Եվրոպայի ինստիտուտում, Բեռլինի Ազատ համալսարանում։ Մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների և սեմինարների Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում։ Պարգևատրվել է Վազգեն Սարգսյան մեդալով։ Ինչպես սկսվեց օրը։ Խաղաղությամբ, կարծում եմ, որ հիմա մեզ հայերիս համար ամենակարևորը դա է, որ մեր օրերը խաղաղությամբ սկսվեն։ Կա մի գիրք, որը միշտ ձեր գրասեղանին է։ Գրասեղանին մի քանի գիրք կա, առավելապես մասնագիտական, եթե նկատի ունեք գեղարվեստական գիրք։ Նա ինչու՞ չէ, նաև հետաքրքիր է մասնագիտական, ինչ գրքեր են ձեզ շրջապատում։ Հիմնականում դա սոցիոլոգիայի դասականների գրքերն են, որ մասնագիտորեն գրասեղանին միշտ դրված է։ Իսկ ասենք գեղարվեստական գրականությունից սիրում եմ պոեզիա։ Պոեզիա եմ սիրում և բնականաբար շատ եմ օգտվում պոեզիայից, ընդ որում տարիքի հետ փոխվում է։ Հիմա ով է ձեր Հիմա ես երևի արդեն մոտենում եմ այսպես մեր մեծ պոետ Չարենցին։ Հետաքրքիր է։ Այո, սկզբից ավելի երիտասարդ տարիքում ավելի սիրային լիրիկա եւ այլ, իսկ արդեն հասունության հետ ավելի լուրջ գաղափարներ, որոնք գեղարվեստական ձևով Չարենցի մոտ փայլուն ձևով արտահայտված են։ Որևէ մի գործ կառանձնացնեք։ Այստեղ ուրեմն եթե Չարենցից գործ առանձնացնեմ, տարօրինակ կերպով պետք է նշեմ ոչ թե բանաստեղծություն, այլ երկիր նայերին ըստիս լավագույն գիրքն է մեր այսպես հայ գրականության։ Եվ որպես շարունակություն, հայի ձեր բնութագիրը ինչպիսին է։ Եթե կարճ ասեմ, հայը տաղանդավոր հարմարվող է։ Մենք այսպես դարերի ընթացքում զարգացրել ենք այդ ունակությունը եւ հարմարվում ենք, դա ինչ որտեղ եւ լավ է եւ վատ է, բայց դա մեր էությունն է այսօր։ Մենք հարմարվող ենք։ Ցանկացած։ Ասում եւ լավին եւ վատին։ Կա մի ֆիլմ, որ շատ եք սիրում։ Շատ ֆիլմեր կան, որ շատ եմ սիրում, բայց մի ֆիլմ կա, որ ասենք այս պահին ցանկանայի նշել, որովհետեւ մեկ անգամ եմ ընդամենը դիտել, բայց մնացել է եւ միշտ զարմանում եմ, թե ինչու հանրային հեռուստատեսությունը նորից այդ ֆիլմը չի ցուցադրում։ Ապա հուշեք մեզ։ Դա ուրեմն Ռեյ Բրեդբերիի Մարսիական մերիդիան պատմվածքի հիման վրա գրված հայ ֆիլմ նկարանված 13-րդ առաքյալն է։ Будь умницей. Будь умницей. Не убей. Не убей, святой отец. Не прелюбодействуй, сын мой. Будь умницей. Եղել եք Արևմտյան Հայաստանում։ Ոչ։ Ոչ եւ ոչ։ Այս ոչը ուրիշ կերպ հնչեց։ Այս պահի դրությամբ, ինչպես այդ պոեզիայի առումով նշեցի, այս պահի դրությամբ ինձ պատրաստ չեմ զգում։ Բա երկիրներից հետո Կարս չգնալ։ Կարծում եմ որոշակի առումով մարդ պետք է նախապատրաստվի
ինչպես ասում, այնպես սուրբ հողը որ գնում են, ինչպես մարդ պետք է նախապատրաստվի նոր գնա։ Այ ես ինձ պատրաստ չեմ զգում։ Ինձ համար կարծում եմ, որ շատ այսպես խորտ եւ ցավալի կլինի ամեն ինչ, ես պատրաստ չեմ այդ խորտությունը մեր հողում տեսնելու։ Երևանում կա ձեզ համար նվիրական հատված։ Բնակվում եմ Նոր-Նորքի մասիվներում եւ սիրում եմ Նոր-Նորքի մասիվը եւ սիրում եմ նաեւ հատկապես այգիները, առաջի եւ երկրորդ մասիվների այդ այգիները, որ արդեն տարիների, այսպես ծանր տարիների վնասները արդեն բուժել են եւ արդեն լավ տեսք ունեն։ Կա աշխարհում մի քաղաք, որտեղ երազում եք լինել։ Ոչ, ես շատ այսպես ժամանակին ուզում լինել Բարսելոնայում, բայց արդեն 2 անգամ եղել եմ եւ դրանից հետո էլ այդպիսի քաղաք չեմ տեսնում, որ տեղը չի եկել որևէ մեկ ուրիշը Բարսելոնայից հետո։ Չէ, երբեք էլ չի եղել այդպիսի բան, միայն Բարսելոնան էր, որ իսկապես ուզում էի տեսնել։ Իսկ ինչի համար, ինչն էր պատճառը Բարսելոնան տեսնելու, ինչ մղումը որն էր, ֆուտբոլն էր։ Չէ, ավելի շատ Ներևի ճարտարապետությունը, Գաուդիներ, որի մասին լսել եմ շատ եւ ցանկանում եի կենթանի տեսնել այդ ամենը։ Հետաքրքիր էր այդ ամենը, այո, շատ հետաքրքիր էր, նամանավանդ այն փիլիսոփայությունը, որ այդ ճարտարապետության մեջ դրված է մեկ, եւ այն ուրեմն փիլիսոփայությունը, որ այդ ճարտարապետության հիմքում դրված է երկու։ Բացեք, հա, ինչ փիլիսոփայություն է դրված։ Խնդրեմ։ Պատկերացրեք մարդ ճարտարապետ ինչ որ մի հզոր նախագիծ է առաջարկում, լավ իմանալով, որ ինքը չի տեսնելու դրա ավարտը, եւ պետք է տասնյակ տարիներ անցնեն, գուցե եւ ավել, մինչեւ իր ծրագիրը այսպես կյանքի կոչվի։ Բայց մարդ վստահ է, որ կյանքի կոչվի եւ առաջարկում է։ Դա մեկ փիլիսոփայություն, ասենք ստեղծագործողի փիլիսոփայությունն է։ Իսկ բովանդակությունը ինչու է կայանում այդ ճարտարապետությանը։ Գեղագիտության մասին իհարկե խոսելը մի քիչ դժվար է, դա ավելի շատ ընկալման հարց է։ Պարզապես երբ նայում ես եւ տեսնում ես, թե մարդը ինչպես կարող է ուրեմն արարի, ասենք ոչ թե մենք տվյալ դեպքում գործ ունենք մեկի հետ, ով բնությունից ինչ որ վերցնում եւ վերարտադրում է, այլ մեկի հետ, որ բնության մեջ ինչ որ մի բան է մտցնում, որը բնությունում չկա։ Այդ տեսակետից ուրեմն հետաքրքիր է շատ եւ մյուս փիլիսոփայությունը, որ հիմքում դրված է, առանց որի չեր լինի, այն մարդու, ով ֆինանսավորել է այդ ամեն ինչ սկիզբը, ելի շատ լավ իմանալով, որ ինքը դա չի տեսնելու։ Այդ պատկերացնում եք հիմա նախագիծ, ներկայացնում եք ինչ որ մեկին եւ այդ մարդը գումարը տրամադրում է, մեծ գումար, շատ լավ հասկանալով, որ չի իմանա արդյոք նպատակին կծառայի, թե չի ծառայի, ինքը դա չի տեսնի, բայց ինքը տալիս է եւ վստահ է։ Եվ այստեղ ես տեսնում եմ այդ Բարսելոնայում այդ պետականության եւ ժողովրդի հարատեվության համոզվածությունը, որ մենք մի օրվա մարդիկ չենք։ Ուրիշները կգան եւ իրենք վստահ են, որ իրենց սերունդները դա կավարտեն։ Դա շատ կարեւոր է։ Դե մենք էլ ընկուզենի ենք տնկում։ Դա էլ է լավ բան, ընկուզենի տնկել։ Սոս Սարգսյանը ընկուզենիներ էր տնկում։ Դա էլ է շատ լավ բան, բայց դա սկիզբը համարենք եւ միայն չսահմանափակվեք ընկուզենի տնկելով։ Հա, այդ սկզբունքը բարձր նույնն է, նույն այսպես կատալոնացիները երևի նույնպես ինկուզիններից են սկսել կամ չգիտեմ իրենց մոտ ավելի շատ երևի ձիթեններից են սկսել։ Այո։ Ինչ խմիչք եք նախընտրում։ Երևի եթե Հայաստանում ենք ավելի շատ կոնյակ։ Իսկ եթե դրսում։ Նայած թե որտեղ, եթե Գերմանիայում եք գարեջուր, եթե Իտալիայում եք գինի։ Իսպանիայում։ Իսպանիայում նույնպես շատ լավ գինիներ կան, երևի արժե։ Իսկ ունեք հստակ նախապատվություն խոհանոցի։ Եթե ընդհանուր առմամբ խոհանոցի մասին խոսենք, մեր հայկականը ես համարում եմ շատ համեղ եւ ասպես արտասահմանյան իմ փորձը վկայում է, որ ուրիշները ինչ որ էապես ոչ մի այնպիսի բան չեն ստեղծել, որ մենք նախանձենք, ասենք, այ նրանք ունեն, մենք չունենք։
Այն ամենը, ինչ մենք ունենք, դեր իրենք պետք է մտածեն ունենալու եւ շատ համեղ է մերը, նույնիսկ որոշ հարցերում, որոշ կերակրատեսակների առումով, կարծում եմ Հայաստանում ավելի լավ են պատրաստում, քան ասենք տվյալ կերակրատեսակի հայրենիքում։ Դա իմ փորձն է, գուցե ես այդպեսի սխալ փորձ եմ ունեցել, բայց դա այդպես է։ Նույն Վրաստանի հետ կապված ես համարում եմ, որ վրացական խոհանոցը Երևանում շատ ավելի համեղ է, քան Վրաստանում։ Շատ լավ։ Իսկ եթե կոնկրետ ասենք ինչ որ մի կերակրատեսակի մասին եք խոսում, նո ես սիրում եմ այսպես ավանդական Ղարաբաղցու ժենգյալով հաց։ Հրաշալի օրինակ բերեցիք։ Դուք կարող եք հստակորեն ասել այդ ժենգյալով հացի մեջ քանի տեսակի չեմ կարող ասել, ընդհանրապես այսպես բուսաբանությունը իմ ամենաթույլ տեղն է։ Ես հասկացա, բայց ասում են քանի տեսակի պետք է լինի։ Մինիմում 7։ Մինիմում 7։ Մինիմում 7, բայց իրականում ավելի շատ։ Ավելի շատ։ Իսկ ամենակարևորը ո՞րն է, ամենակարևոր բաղկացուցիչը, որ պետք է լինի։ Նո, Ղարաբաղի բարբարով ասում են կնզմզուկ։ Կնզմզուկ։ Ուրեմն ին տեղեկությունները ճիշտ էին։ Զենք ունեք։ Ոչ։ Երբեք նո օրինական ճանապարհով զենք ունենալու ճանապարհը դա որսորդ միության անդամ լինելն է։ Երբեք այսպես կենթանիներ սպանելը ինձ չի հրապուրել, չէ։ Իսկ ասենք հրաձգարաններ, հրաձգարանում ժամանակին այսպես երբ երիտասարդ է, բավականաչափ լավ արդյունքներ էի գրանցում, բայց ասենք տարիքի հետ արդեն աչքերը մի քիչ թուլանում են եւ արդեն ստիպված ենք երիտասարդներին զիջել։ Այո։ Ինչպես եք վերաբերվում պարգևներին, շքանշաններին, կոչումներին։ Ուրեմն ընդհանուր առմամբ եթե ասենք պարգևը ես որպես մասնագետ եմ տվյալ դեպքում մոտենում հարցին, դա որոշակի մեխանիզմ է վարկ խրախուսելու եւ որպես այդպեսին, որպես մասնագետ հասկանում եմ, որ որպես այդպեսին այն անհրաժեշտություն է։ Բայց շատ հիմա բացասաբար եմ վերաբերվում, երբ ամեն մի առանձին փոքրիկ մի կազմակերպություն ինքը իր համար սահմանում է իր, չգիտեմ, շքանշանները, մեդալները եւ այլ եւ այլ։ Դա այսպես արժեզրկում է ամեն ինչ։ Կա մի նկարիչ, որի արվեստը ձեզ շատ հոգեհարազատ է։ Դժվար հարց եք տալիս, որովհետև բախտ եմ ունեցել լավ թանգարաններում լինել եւ Էրմիտաժ, եւ Լուվր, եւ Նյու Յորքի մետրոպոլիտեն, եւ հիանալու շատ բան կա։ Ես ավելի շատ կնշեմ մեկ կտավ, մեկ նկար, որ ասպես տպավորվել է իմ մեջ, դա ուրեմն 16-րդ դարի նկարիչ Էլ Գրեկոյի Մարիամ Մաղդալնացի նկարն է, որը տեսել եմ Էրմիտաժում։ Իսկապես շատ ցնցող էր ինձ համար։ Մենք սովորաբար երբ ասում ենք մարդու աչքերը հոգու դարպասներն են, իսկապես նայում ենք եւ տեսնում ենք թե խորքում ինչ կա։ Բայց տվյալ դեպքում մենք կտավի այդ գործ ունենք եւ բնականաբար հասկանում ենք, որ նայում ենք եւ այնտեղ կտավի մեջ հոգի չկա։ Բայց երբ նայում ես այդ նկարին, տեսնում ես այդ հոգին։ Եվ երևի տվյալ դեպքում դա հենց նկարչի հոգին է դրված։ Այո։ Ձեր գործունեության ամենավճռորոշ փուլը ո՞րն է եղել։ Նո, եթե թույլ կտակ փակագծերը չբացեմ, ես այսպես կասեմ, ժամանակին մի պաշտոնյա ինձ խորհուրդ տվեց չփոխել իմ բեռնատար այսպես մեքենան ռազմական մեքենայով, BMW-ով։ Եվ այդպես էլ եղավ, ես այսպես իմ բեռնատար մեքենանը մինչև հիմա էլ քշում։ Դա վճռական պահ էր։ Շատ հետաքրքիր է։ Մի փոխիր։ Դե եթե պաշտոնյաները ասում են մենք ով ենք, որ չեն թարգենք։ Գիտեք, բայց նաև որպես շարունակություն դուք մի առիթով ասել եք, որ հասարակությունը շատ հարցերում տեղեկացված չէ եւ դուք համարում եք դա նորմալ։ Այո, դա ոչ թե նորմալ է, դա իրերի դրվածքն է այդպեսին, նույնիսկ ամենագիտակ մարդիկ շատ քիչ բան գիտենք իրականում։ Ասենք ամեն մեկը իր մասնագիտության շրջանակներում կարող է տիրապետել մասնագիտական գիտելիքի իր տիրույթին։
Այնինչ այդպիսի տիրույթներ հազարավոր են եւ մենք չենք կարող այլ բան իմանալ։ Օրինակի համար, երբ եղանակի տեսությունն են հաղորդում եւ տալիս են, ասում են Երևանում միկրոռենտգենյան ճառագայթ մակարդակը այսքան է 16 է կամ 17։ Ու երբեք չգիտենք դա շատ է։ Մենք չգիտենք, դա քիչ է, շատ է, լավ է, վատ է։ Մենք պարզապես ասում ենք, դա եթե մասնագետները չեն ահազանգում, ուրեմն նորմալ է։ Այսինքն ստիպված պիտի ընդունենք, հավատանք մասնագետներին։ Եվ այդպես ամեն մեկը իր տիրույթում։ Եվ բնականաբար, քանի որ հնարավոր չի ամեն ինչում գիտակ լինել, դա նորմալ է։ Հեղափոխությունների ջատագով եք։ Ոչ, հեղափոխությունները այսպես ինչքան որ էլի որպես մասնագետ ասեմ, ինչքան որ ես եմ ուսումնասիրել, երբեք ոչ մի լավ բանի չեն հասցնում։ Ինչու երբեք չեն հասցնում։ Որովհետև այնինչ կոչվում է հեղափոխություն, սովորաբար դա ոչ թե հեղափոխություն, այլ պարզապես ինչ որ մի, այսպես ասենք, հեղաշրջում, որի արդյունքում հասարակական ինչ որ մի խումբ կամ մի խավ ձեռք է բերում իշխանություն, իսկ բուն խնդիրները այդպես էլ չեն լուծվում։ Սպարտակն էլ էր, չէ՞, ինչ որ բան անում, ստրուկների ապստամբություն։ Ոչ մի բանի։ Եվ դրանից հետո, ասենք, ստրկատերերը սկսեցին մի քիչ արդեն մտածել։ Եվ գուցե ստրկատիրությունը արդեն դարձավ ոչ շահեկան եթե մենք ուզում ենք հեղափոխության միջոցով ուրեմն իշխող վերնախավին ստիպել ինչ որ բանի մտածել, ես կարծում եմ, որ շատ մեծ ծախս է եւ կարելի է ավելի քիչ ծախսերով ստիպել մտածել։ Իսկ ինչ բոլորին տանել համալսարաններ, հասկացնել, հա։ Ոչ միայն տանել համալսարաններ, օրինակի համար Ճապոնիայում կա մի շատ էլիտար դպրոց, շրջանավարտները սովորաբար արդեն դառնում են հավակնորդներ, նախարարություններ, փոխնախարարներ եւ այլ եւ այլ։ Այսինքն իսկապես շատ էլիտար է եւ ամեն մեկը չի սովորում եւ այդ դպրոցում այդ էլիտար այդ սովորողները պարտադիր իրենց համար որպես պարտականություն սահմանված է դպրոցում պետք է դուրս գան փողոց եւ անցորդների կոշիկները մաքրեն։ Ինչ եք ասում։ Դա էլիտար դպրոց է։ Դա էլիտար դպրոց է, դա հատուկ արվում է, որ ասենք եւ այնտեղ վճարում են, հա, երևի։ Իհարկե, մեծ գումարներ։ Մեծ գումարներ։ Այսինքն դու տարեկան 30-40 հազար։ Չգիտեմ կոնկրետ ինչ կա։ Օրինակ վճարում ես, որ գնաս փողոցում կոշիկ մաքրես։ Այո։ Փառահեղ։ Ես միշտ զգացել եմ, որ ճապոնացիները ինչ որ այլ մոլորակային բաներ ունեն։ Դրանով իրենք ապահովում են իրենց էլիտայի եւ հասարակ ժողովրդի կապը։ Երբեք ինչքան էլ դու այսպես էլիտար լինես, երբեք մի գոռոզացեր եւ մի կտրվի ժողովրդից։ Իսկ մեր քաղաքակրթական պատմության ցանկացած ոլորտի եւ ցանկացած երկրից կա որևէ մեկը, որի գործունեությունը ձեզ համար օրինակելի է, ցանկացած ՄԹԱ, ԹԱ։ Դե եթե այսպես վերցնենք մեր քաղաքակրթական նվաճումների տեսակետից, դա իհարկե Գրիգոր Նարեկացին է։ Մարդ ստեղծել է այսպես գլուխ գործոց բոլոր ժամանակների համար։ Դրա համար ոչ վարձատրվել է, ոչ էլ այսպես մտածել է, որ կվարձատրվի։ Գուցե նույնիսկ փոխարակվել է։ Ոչ թե գուցե, այլ հաստատ նաև այսպես ստիպված էր տառապել եւ բնականաբար մարդ, որը իր էությունն է դրսևորել այդ բարձր մակարդակով, քաղաքակրթական առումով իհարկե դա մեծություն է։ Իսկ պատմական ինչ իրադարձություն է ձեզ ցնցել։ Դե մենք բոլորս ծնվել ենք մի երկրում, հիմա ապրում ենք մի ուրիշ երկրում, բնականաբար ԽՍՀՄ փլուզումը շատ կտրուկ փոփոխություն էր մեր կյանքում եւ հիմա մտածում ես ոնց որ բոլորովին այլ մոլորակում այն ժամանակ ապրեինք, հիմա բոլորովին այլ մոլորակում ենք ապրում եւ այդ առումով իհարկե դա ցնցող էր։ Իսկ կա մի ժամանակաշրջան, որտեղ կցանկանայիք հայտնվել։ Երևի մեր ժամանակները դժվար են եւ հետաքրքիր եւ երևի չարժե այլ ժամանակների մասին մտածել, ես մեր ժամանակներն եմ իմաստալից համարում։ Չէ, ես չեմ ասում անիմաստ է, ուղղակի որպես պարզ մարդկային հետաքրքրություն։ Չէ, երևի ամեն մեկին տրված է այսպես իր ժամանակը, սա իմ ժամանակն է եւ ես այս ժամանակում պիտի ապրեմ։ Հնարավորություն կա ուղղակի, հնարավորություն, կարճ հնարավորություն կա սեփական աչքերով ինչ որ բան տեսնելու։ Չէ, չեմ կարծում, որ արժե տեսնել, որովհետեւ པարզ չի արդյոք այնինչ տեսնելու ենք, դա մեզ կուրախացնի թե ոչ։ Գոնե դուք ականատես կլինեք, այսինքն այն սին հեքիաթների
որով մեզ ներկայացվում է։ Դե պատկերացրեք, եթե մենք իմանանք, թե ինչ պիտի տեղի ունենա, արդյոք կյանքը հետաքրքիր կլինի։ Որպես Չէ, ինձ համար ոչ։ Համառորեն ոչ։ Համառորեն ոչ, այո, կյանքը պետք է իր տրամաբանությամբ ընթանա, մենք էլ պետք է տրամաբանությունը փորձենք այսպես հասկանալ, բայց երբեք մինչև վերջ չհասկանանք։ Իսկ մարդկության ամենամեծ գյուտը ո՞րն եք համարում։ Երևի ամենամեծ գյուտը մարդու համար դա հոգիների հոգու հայտնագործությունն էր։ Այսինքն մարդը դրանով այսպես բնական էակից դարձավ հոգեղեն էակ։ Հոգի։ Որ ինքը սկսեց հասկացավ, որ գոյություն ունի ինչ-որ մի բան, այո, հայտնագործեց հոգի։ Երբ էր դա։ Դա ուրեմն մեր նախանախա ժամանակներում էր արդեն, դրանով մարդը մարդ էր դառնում, այո։ Այսինքն այդ Homo sapiens դարձավ հենց այդ ժամանակ։ Այո, երբ առաջին այդ հավատալիքները առաջացան, որ բնական անմիջականությունից բացի կա նաև մեկ ուրիշ ինչ-որ մի բան, այն ժամանակ արդեն մարդը դարձավ մարդ։ Իսկ ձեր մանկությունից կա մի դրվագ, որը անջնջելի է։ Շատ այդպիսի դրվագներ կան, ինչ որ մեկը առանձնացնելը իհարկե այս պայեդրությամբ շատ դժվար է, բայց եթե մի քիչ հումորով ասեմ, ես այսպիսի մի դրվագ կարող եմ պատմել։ Շատ փոքր երեխա էի եւ այդ փոքր երեխա ժամանակ ինչ որ գիտեք, երեխաներին բակում ծնողները թույլ են տալիս, բայց բակից դուրս, ասենք 3 տարեկան երեխան ուր պիտի գնա։ Եվ հանկարծ ուրեմն այդ 3 տարեկան ես ինչ որ հեռացա բակից եւ հասա մանկավարժական ինստիտուտը մեր քաղաքի եւ դա երևի շատ հեռու էր, հա, այն ժամանակ։ 3 տարեկան երեխու համար այո։ Հիմա իհարկե չէ, դա մոտ մի 80-90 մետր էր, բայց բակից դուրս էր եւ ասպես ծնողները չէին տեսնում ինձ բակում։ Եվ ուրիշ աշխարհ էր։ Չէ, այդ առումով չի եւ հայրս Չէ, որ դուք մենակ եք գնում։ Հա, մենակ գնում եմ, հասել եմ արդեն այդ ինստիտուտ եւ հայրս հասավ, բա ուր ես գնում։ Եվ ես ասեցի գնում եմ ինստիտուտ, ասեց ինչու համար ես գնում, ասեցի գնում եմ դասավանդեմ։ 3 տարեկան երեխա էի։ Հիմա, ինչպես գիտեք, Երևանի պետական համալսարանում դասավանդում եմ սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Բացառիկ դրվագ է։ Ես մի քիչ կարճ պատմեցի, բայց ավելի երկար բաներ են եղել, հա։ Չէ, մի քիչ այդ դրվագը մի քիչ ավելի երկար էր, պարզապես չեմ ուզում ավելի այսպես ոչ միանշանակ կարող են հասկանալ։ Հասկացա։ Իսկ ինչ է փնտրում տղամարդը կնոջ մեջ։ Երևի հանգստություն։ Ինչ հանգստություն։ Հոգեկան, բնականաբար։ Հնարավոր է դա կինը անընդհատ ինչ-որ պահանջներ է ասում են, պետք է նա հենց դա էլ կյանքի հակասությունն է։ Տղամարդը մի բան է փնտրում, կինը իրեն ուրիշ ձև է բան։ Այո, եւ այդ դիալեկտիկայի մեջ էլ մեր կյանքը անցնում է։ Իսկ դուք ուզում եք հանգստություն փնտրել։ Դե փնտրում ենք, բայց կգտնեք թե չէ, դա այլ ուրիշ հարց է։ Այո, բայց ինքը փնտրում է հանգստություն։ Իմ կարծիքով տղամարդը փնտրում է հանգստություն։ Տղամարդուն շատ բան կյանքից պետք չի։ Այո։ Եթե այդ հանգստությունը լինի, ինքը իրեն շատ լավ է զգում։ Բայց այն էլ չեն թողնում։ Դե այն էլ ասպես երևի պետք է չի որ ասենք լինի, որովհետև եթե հասնես նպատակին, էլ շարժում չի լինի։ Այո։ Դուք շատ ժամանակ եք տրամադրում կամ գտնվում այս սարդոստային համացանցում, այս սոցիալական կայքերում։ Փորձում եմ շատ մինիմալ ժամանակ հատկացնել դրան, որովհետև եթե մտնում ես արդեն ժամանակ է տանում եւ չես կարողանում կտրվես։ Այդ պատճառով ես չկամ Facebook, սոցիալական ցանցերում, ասենք այնքանով իշքանով մեկ-մեկ չկաք։ Չէ, ես Facebook-ում չկամ։ Բացառիկ բան է։ Այո։ Գոնե ըստ դա իմ գիտակցական ընտրությունն է, որովհետև եթե ես Facebook մտա, իմ այսպես ժամանակը չի հերիք շարունակ չեն ասում, այ եթե դու լինեիր, կիմանայիր այս բանը, այ եթե դու Չէ, շարունակ չեն ասում, մեկ-մեկ են ասում։ Մենք ուղարկեինք քեզ, չգիտեմ ինչ։ Մեկ-մեկ ասում են, բայց շարունակ չեն ասում։ Չէ։
Իսկ մեր տոնացույցի ամենաձեզ համար սիրելի տոնը ո՞րն է։ Ну, կարծում եմ մեր հայերի համար, բոլորի համար դա նոր տարին է։ Նոր տարին։ Այո։ Բայց ինչի հանկարծ նոր տարին էլի, ցենց։ Ну, այդպես է ստացվել, որ մենք չգիտեմ ինչու ամեն ինչ վերջացնում եւ սկսում եք այդ օրը։ Ու հետո ամեն ինչ ասում է դե նոր տարին կացնի, դե նոր տարին գա, դե նոր տարին։ Ну, ավելին ասեմ, դուք երևի հիշում եք 90-ականների սկզբին կամերային թատրոնում ներկայացում կար Հայկ։ Այո։ Եվ հարց էր հնչում, ասում էր Հայկ, ինչքան համբեր ենք։ Հայկն էր պատասխանում էր, մինչև նոր տարի։ Ասում են, բա հետո ինչ։ Հետո ամեն ինչ նորից։ Մինչև նոր տարի։ Այո։ Ինչ է պակասում Հայաստանին։ Հայաստանին այսօր պակասում է արդյունավետ գործող համակարգ։ Արդյունավետ գործող համակարգ։ Ինչպիսի կառավարման համակարգ։ Ընդհանրապես, միայն կառավարում, եթե ասենք, դա նեղ կլինի, ընդհանրապես այն համակարգը պետական, հասարակական, տնտեսական, քաղաքական համակարգը, որ Հայաստանում այսօր կա, ինքը արդյունավետ չէ եւ մեր ազգային, այսպես շահերին եւ պայմաններին ինքը չի կարող լիարժեք բավարարել։ Դուք ինքներդ ունեք բանալիներ։ Ну, բանալիներ չունեմ, բայց որոշակի այսպես գիտականորեն հիմնավորված պատկերացումներ ունեմ, բայց կարծում եմ դա բոլորովին այլ խոսակցություն է։ Չէ, ես ուղղակի ունենալ չունենալու մասին եմ հարցնում, կարող եմ եկել ասեմ դե մի հատ բացեք արքա։ Ну, շատ է, եթե հակիրճ փորձեմ բացել, ուրեմն այն հասարակական տնտեսական հարաբերությունները, որ ներդրվեցին Հայաստանում 90-ականների կեսին, այդ հարաբերությունների պարագայում մեր զարգացման հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Համաձայն եք, եթե օրինակի համար մեր կառավարությունը շատ լավ աշխատի եւ մենք տարեկան մի 6-7% աճ ունենանք, դա մեզ չի բավարարի։ Չի բավականացնի։ Իսկ այսօրվա այս համակարգի պայմաններում այդ 6-7%-ը նույնիսկ որպես նպատակ դրված չի։ Ուրեմն սկզբունքորեն պետք է փոխել։ Սկզբունքորեն պետք է հիմքերը փոխեն եւ մենք պետք է հասկանանք, որ կա ազգային անվտանգության խնդիր, ազգային անվտանգության խնդիրը լուծվում է հզոր բանակով, հզոր բանակը ենթադրում է հզոր տնտեսություն, իսկ հզոր տնտեսության հիմքում պետք է լինի հզոր գիտություն։ Այլ բաղադրատոմս չկա, կամ պիտի ունենաս հումքային ռեսուրսներ եւ այլ, որոնք անցողիկ են, ասես նավթ, գազ եւ այլ։ Դա էլ արդեն աչքների սառը։ Եվս մի 30-40 տարի եւ մեր հարևանները չոքելու են գների կարտացիության համար։ Եվ մյուս տարբերակը, եթե դու ինքդ արտադրում ես գիտական տեխնոլոգիաներ եւ արտահանում ես գիտական տեխնոլոգիաներ։ Իսկ գիտական տեխնոլոգիաների արտահանումը, որը նաեւ շահույթ է բերում եւ կտրուկ տնտեսական աճ, սոցիալական խնդիրների լուծում եւ այլ, ենթադրում է գիտության այսպես լուրջ զարգացում։ Կա երաժշտական մի ստեղծագործություն, որը ձեզ երբեք չի ձանձրացնում։ Էլի տարիքի հետ կապված այսպես փոփոխվում է եւ այսօր օրինակ երբեք չեմ ձանձրանա Սայաթնովա լսելուց։ Երաժշտությունը թե հենց ուղղակի երգով։ Երբեք։ Այսօրվա դրությամբ, այո, երբեք։ Առաջի ասենք երբ երիտասարդ էի, ուրիշ բան է գուցե լսում, բայց հիմա այսօր դա է։ Ինչից եք վախենում։ Դավաճանությունից։ Դավաճանությունը ինչ կարգի դավաճանություն։ Դավաճանություն ասելով հասկանում ենք, երբ ինչ որ մեկ անձի հետ պայմանագրի խախտում, ես հասկանում եմ։ Չէ, պայմանագիրը մենք օտարի հետ ենք կնքում, իսկ այսպես մոտիկ մարդկանց հետ սովորաբար այսպես մենք պայմանագրեր չենք կնքում, դա ինստինկտիվորեն ենթադրվում է, որ դու պետք է սա անես։ Եվ ես կարծում եմ, որ եթե ինչ որ մոտիկ մարդ չի արդարացնում այդ սպասելիքները, դա դավաճանություն է։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։ Շակերտներում այսօր պարոն Արթուր Մկրտչյանն էր։ Բարի գիշեր։ Կհանդիպենք։ Շատ հոգուցան եմ յարադետա արտաս
ծունքանիմ շատ հոգուցանիմ յաղադետան